Մենք վերնիսաժում ենք Երևանի ամենահին ու կոլորիտային վայրերից մեկում։ Այստեղ հնարավոր է գտնել այն ամենը, ինչ մտքովդ կանցնի։ Վերնիսաժը տարիների ընթացքում սովորական շուկայից վերածվել է բացօթյա թանգարանի, որտեղ յուրաքանչյուր տաղավար ունի իր պատմությունը։ Այստեղ ամեն ինչ մարդու ստեղծագործ ձեռքն է ստեղծել։ Վերնիսաժը համարվում է տեսարժան վայրերից մեկը, որ մենք շատ հարգանքով, շատ բարեհամբույր ամեն ինչ անում ենք, որ երբևիցե մեր հյուրերը արտասահմանից մեզանից դժգոհ չգնան։ Մշակութային վաճառակետ լինելուց զատ վերնիսաժը մարդկային պատմությունների կրողն է։ Քարերի ու հնագիտության սիրահար Արմենն այստեղ է արդեն ավելի քան 3 տասնամյակ։ Երկար տարիներ նա վաճառել է իր ձեռքով պատրաստած գործերը, իսկ այսօր թոշակի անցնելուց հետո զբաղվում է վերավաճառքով, պահպանելով իր սերն ու կապը քարերի ու ազգային մշակույթի նկատմամբ։ Ման են գալի Արագածի կողքի սարերով, Թալինի շրջան, օբսիդիան էինք հետարքի նմուշներ վերցնում ու կամաց զարգացինք այդ գործը։ Ես առաջիններից մեկն եմ եղել, որ ունեցել եմ արտադրամաս կիսաթանկարժեք քարերի, հետո ստացվեց, որ ժամանակի ընթացքում զարգացրեցինք այդ գործը, ունեցանք աշխատողներ։ Կիսաթանկարժեք քարերի նկատմամբ ունեցած սերը փոխանցում է գնորդներին ու պատմում վերնիսաժ եկող մարդկանց ու նրանց հոգեբանության մասին, որն արդեն լավ գիտի։ Նշում, գնորդները հոգով են ընտրում քարերը։ Սա լիտոթերապիա է, բժշկություն քարով։ Սենց մասաժում սիրտանոթային ալկոհոլի եւ Ստամոքս ալկալի։ Հիանալի մատորիկա է մատերի համար եւ ամենահետաքրքիրը մի փոքր երկրաշարժ ժամանակ դաժե որ մենք չենք գնում 1-2 բալի։ Ինքը սկսում է ցես տատանվել։ Արմենի ունեցած տասնամյակների պատմությունը նրան կապել է բացօթյա թանգարանին։ Կիսաթանկարժեք քարերի գնորդները յուրահատուկ մարդիկ են, նրանք պիտի սիրեն քարը, որտեվ առաջի քարերը ստեղծվել են հենց երկիր մոլորակի ժամանակահատվածով։ Ամենահին քարը բազալտն է։ Ինքը հրաբուխային էլի բան ունի, արմատ ունի ու ինքը հենց բազալտից է ստեղծվել մեր մոլորակը։ 1980-ականներից մեր օրեր հասած վերնիսաժն արծաթյա զարդերի, հին ժամացույցների, պատկերների, գորգերի, անգամ գրքերի ու ազգային խորհրդանիշերի մասին է։ Այստեղ ցուցադրված ամեն տաղավար իր առանձնահատկությունն ունի։ Արման Ոսկանյանը վարպետ է, որն ամբողջությամբ նվիրվել է փայտին։ Այս տարի մեջ բան պետք է տեսնեք, ինքը կյանքի շարունակությունն է խորհրդանշում։ Երբ որ տանը լույսը վառեք, պատին կտեսնեք կին, տղամարդ, պտուղ։ Նա փորագրում է գրքեր, պատրաստում է ազգային ոճի տակառներ, պատկերներ, մանրաքանդակներ, յուրաքանչյուր իր դարձնում բացառիկ։ Ինքը սենց երևում է, որ հեշտ գործ է, բայց այդ մի հատի վրա ահագին երկար տարբեր գործողություններ արվում։ Գեղեցկության համար մեկը մյուսին նվերներ են տալիս ու դա ուրախացնում է, որ բավականին արդեն սկսել են կարդալ։ Վաճառականների աչքերում հին անձրևանոցով պահպանվող տաղավարից նորակառույց տաղավարներն են։ Այստեղ այցելուների գերակշիռ մասը զբոսաշրջիկներ են։ Երևանցին համարյա չի մտնում շուկա։ Տուրիստները եւ դրսից եկած հայերը այտենց Երևանցին մոլերով է զբաղված, բայց այստեղի տարբերություն մոլերի շատ հետաքրքիր բաներ կա, երբ թե մոտենակ բոլոր սեղաններին ինչ-որ հետաքրքիր բան կունեն, ասենց միանգամից չի երևում ինքը, բայց ինչ-որ բաներ ցույց կտան։ Վերնիսաժը շարունակում է պահել իր ճամփան, լինելով Երևանի ամենակոլորիտային տարածքը։ Այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն գնելու, այլ գտնելու պատմություն, հուշ, մշակույթ ու ինքնություն։ Ժողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։